2025-ը բարի էր, թե բարի չէր ամերիկացիների համար դժվար է ասել, բայց շրջադարձային էր ամերիկյան քաղաքականության համար։ Տարին սկսվեց ԱՄՆ 46-րդ նախագահի դեմոկրատ Ջո Բայդենի հրաժեշտով Դոնալդ Թրամփի շռնդալից վերադարձով։ Օվալաձև սենյակում իր նախորդի աթոռին նստելուն պես Թրամփը սկսեց բեկանել նրա վարչակազմի որոշումներն ու երդվեց խաղաղություն բերել աշխարհին։ Այն ժառանգությունը, որով ես ամենաշատը կհպարտանամ, խաղաղարարի եւ միավորողի տիտղոսը կլինի։ Բայց պաշտոնավարման հենց առաջին օրերին չխորշեց բարձրաձայնել Պանամայի ջրանցքին, Գրենլանդիային, Վենեսուելային տիրանալու, Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու իր մտասևեռման մասին։ Տարեվերջին Թրամփն այդ տարածքներում թշնամիների պակաս չունի։ Մենք այս բողոքի ցույցով պատասխանում ենք այդ հոգեկան հիվանդին Թրամփին։ Պաշտոնավարումը սկսելու հենց առաջին օրից Թրամփը դաժան պայքար սկսեց ապօրինի միգրանտների դեմ, արգելելով նրանց մուտքը ԱՄՆ հարավային սահմանով։ Նահանգների ղեկավարի այս որոշման պատճառով անխնա ձերբակալվեցին նաև բազմաթիվ հայ միգրանտներ, որոնք ապօրինաբար ԱՄՆ էին մուտք գործել վերջին 2 տարվա ընթացքում։ Թրամփի մուտքը քաղաքականությունը ավելի սրեց Իրանը-ամերիկյան, առանց այդ էլ թշնամական հարաբերությունները, ուժեղացրեց Իսրայելի դիրքերը, կանաչ լույս վառելով Նեթանյահուի համար հերթական պատերազմը պայթեցնելու Մերձավոր Արևելքում։ 12 օր շարունակ Թել Ավիվը հարվածեց Թեհրանի ռազմական ու ռազմավարական օբյեկտներին, ինչին հետևեց Իրանի պատասխան ռմբակոծությունը։ Պատերազմի 9-րդ օրը խաղի մեջ մտավ Իսրայելի դաշնակից Ամերիկան, հարվածելով Թեհրանի միջուկային օբյեկտներին։ Այդպիսով Վաշինգտոնը հատեց Իրանի հետ ռազմական ուղիղ բախման չգնալու կարմիր գիծը, որը Միացյալ Նահանգներն ու Իրանը պահպանում էին տասնամյակներ շարունակ։ Իրանա-իսրայելական պատերազմի 3-րդ օրը Իրանից արտագաղթ սկսվեց։ Իսրայելական գրակոծներից փախչող մարդիկ հուսահատ ու զայրացած հատեցին նաև հայ-իրանական սահմանը։ Ավելի լավ է փախստականի կյանքով ապրեմ այս տարիքում, քան նստեմ ու տեսնեմ, ինչ արկածախնդրության են գնում երկու կողմերը մեր կյանքի հաշվին։ Իրանը լքող մարդկանց հոսքը չդադարեց անգամ հրադադարի պայմանավորվածությունից հետո։ Մենք այս պահին հայ-իրանական անցակետի մոտ ենք, որտեղ չի դադարում Թավրիզից, Թեհրանից, իրանական շատ այլ քաղաքներից դուրս եկող քաղաքացիների հոսքը։ Իրանա-իսրայելական պատերազմն ի վերջո հանգուցալուծվեց Կատարի միջնորդությամբ։ Չնայած փորձագետների կարծիքով դա փխրուն հրադադար էր, բայց այն մինչ այս պահը լրջորեն չի խախտվել։ Այս տարի էլ չավարտվեց 2022-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումներին, թե ռուս-ուկրաինական ճակատում այլևս արյուն չի թափվելու։ 2025-ի ընթացքում ռուսական բանակն ավելի սաստկացրեց իր հարվածները, վերադարձնելով Կուրսկի մարզը, որը Ուկրաինան գրավել էր 2024-ի օգոստոսին։ Ուկրաինան էլ իր սարդոստային գործողությամբ օդային հարվածներ հասցրեց Ռուսաստանի խորքերին, թիրախավորելով ավիաբազաներ։ Այս տարի էլ Եվրոպան ահռելի փողեր ծախսեց Ուկրաինայի զինանոցը հարստացնելու համար, մինչդեռ Վաշինգտոնը զրկեց Կիևին ամերիկյան դոլարներից։ Ամերիկացի Դոնալդ Թրամփի տունը կռիվ էր ընկել, Սպիտակ տանն էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Թրամփ-Զելենսկի J.D. Vance լեզվակռիվը դարձավ դիվանագիտական պատմության ամենասկանդալային բանակցություններից մեկը։ Հետո Զելենսկին ու Թրամփը նորից հանդիպեցին նաև Պուտինը ու Թրամփը։
Բանակցություններ սկսվեցին ռուս-ուկրաինական կողմերի միջև, բայց այդպես էլ իրար հետ չհանդիպեցին Պուտինն ու Զելենսկին։ Նրանք չափազանց շատ են ատում իրար, որպեսզի հանդիպեն, հայտարարեց Թրամփը։ Մինչև տարվա վերջ Թրամփին միայն հաջողվեց 20 կետանոց մի համաձայնագիր առաջարկել կողմերին, որին ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան դեռ լիովին չեն համաձայնել։ Ըստ փորձագետների համաձայնագիրը Ռուսաստանի շահերից է բխում։ Ըստ Զելենսկիի համաձայնություն կա միայն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ։ Անորոշ է մնում Դոնբասի ճակատագիրը։ 2025-ը տառապանքով սկսվեց, տառապանքով էլ ավարտվեց Գազայի բնակիչների համար։ Կատարի, Եգիպտոսի, նույնիսկ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարներն այդպես էլ երկար կյանք չէին ունենում։ Իսրայելական բանակին ոչ մի հրադադար հետ չէր պահում ավերակ դարձնել Գազան, սպանել հազարավոր պաղեստինցիների, կրակահերթի տակ պահել Գազայի բնակիչներին սնունդ, ջուր, հումանիտար օգնություն հասցնող մեքենաները։ Միայն հունվարին այդ երկրները կարողացան ինչ-որ չափով առանցքային դեր ունենալ Իսրայել-Համաս բանակցություններում, առաջ տանելով հրադադարի պայմանները, գերիների փոխանակման գործընթացը, մարդասիրական օգնության մուտքը Գազա։ 2025-ին սահմանային վեճերի պակաս չկար։ Այս տարին ցույց տվեց, որ երկու երկիր կարող են իրար միս ուտել, նույնիսկ այն դեպքում, երբ կողմերից մեկը զգալիորեն ավելի ուժեղ է, ավելի զինված, քան մյուսը։ Այդպիսին էր 17 միլիոն բնակչություն ունեցող փոքրիկ Կամբոջայի եւ մոտ 4 անգամ ավելի շատ բնակիչ ունեցող, տարածքով ավելի մեծ, ավելի զինված Թայլանդի հակամարտությունը։ Այս երկրները տարիներ շարունակ չեն կարողանում կիսել Վիհար տաճարը եւ դրա շուրջ գտնվող հողերը։ Եվ ով, եթե ոչ խաղաղասեր Թրամփը պետք է միջամտեր ու կանգնեցներ ռազմական բախումները։ Դրանք դադարեցին, երբ Թրամփը սպառնաց սառեցնել կողմերի հետ իր առևտրային բանակցությունները։ Քաշմիրի շուրջ Հնդկաստան-Պակիստան երկարամյա լարվածությունը մայիսին նորից վերածվեց կարճատև ռազմական բախման։ Մայիսի 7-ի գիշերը հնդկական բանակը հարվածեց Պակիստանի ըստ պաշտոնական Նյու Դելհիի ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Պակիստանն էլ հրթիռներով հարվածեց Հնդկաստանի ռազմաբազաներին, խոցեց հնդկական 2 կործանիչ։ Կողմերից ոչ մեկը ռազմական նշանակալի առավելություն չստացավ վերջին կեսդարի ընթացքում տեղի ունեցած ամենաինտենսիվ մարտերից եւ 3 օր անց հրադադար եղավ։ Այս անգամ էլ Թրամփը պնդեց, թե իր մատն է խառը։ Տարվա սկզբին կրակիչ Իրաններում հայտնվեց հրեշտակների քաղաքը։ Հրդեհը քամիների պատճառով անկառավարելի դարձավ ու մոխիր դարձրեց Լոս Անջելեսի անտառները, ավերակ, մարդկանց տները։ Կրակի զոհ դարձած մարդիկ, անհետ կորածներ, տարհանված բնակիչներ։ Սա համարվեց Լոս Անջելեսի պատմության ամենաավերիչ հրդեհը։ Կես տարուց ավելի է աշխարհի խաղաղության համար աղոթում է Հռոմի նոր պապը։ Ապրիլի 21-ին կաթոլիկ աշխարհի բոլոր եկեղեցիների զանգերը 15 րոպե ղողանջելով հայտնեցին Ֆրանցիսկոս պապի մահվան բոթը։ Երկու շաբաթ անց Սուրբ Աթոռը տոնեց Հռոմի նոր պապի ընտրությունը։ Չիկագոյի հարավում ծնված կարդինալ Ռոբերտ Պրևոստը ընտրեց պապական Լևոն 14-րդ անունը։ Նա դարձավ առաջին Հռոմի պապը Հյուսիսային Ամերիկայից։ Erano come pecore senza pastore. Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։